ապահովագրության մասին է, համընդհանուր եւ ոչ թե համապարփակ, ոչ թե առողջապահության, այլ առողջության, ոչ թե համապարփակ, այլ համընդհանուր, բայց ապահովագրություն համեցեք։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ապահովագրական փաթեթի մեջ ներառված բժշկական ծառայությունների ցանկը եւ դրանց փոփոխման կարգը եւ ինչպես արդեն չզեկուցվող հարցերի շրջանակում ընդունեցինք եւս 10 կառավարության որոշումներ, որոնք կկազմեն առողջության ապահովագրության առաջին փուլի մեկնարկի 2026 թվականի հունվարի 1-ից համակարգը գործարկելու համար անհրաժեշտ ենթաօրենսդրական բազան։ Պարոն վարչապետ, նաև տեղեկացնեմ, որ 3 օրենքը ստորագրվել է եւ հրապարակվել է, այս առումով էլ ուզում եմ, որ մեր քաղաքացիները եւս տեղեկացված լինեն։ Այս կառավարության որոշումներով մենք սահմանում ենք բժշկական կենտրոնների, դեղատների հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը եւ ապահովագրության շրջանակներում նրանց կողմից տրամադրված ծառայությունների փոխհատուցման կարգերը, որոշումներից մեկով ուրեմն ընդունում ենք առողջության ապահովագրության հիմնադրամի մասին ստեղծման մասին որոշումը եւ հաջորդ 2 օրերի ընթացքում ապահովագրական հիմնադրամը կստեղծվի եւ օրենքով էլ սահմանված են անցումային դրույթներ, որ այսօր առողջապահության նախարարությունը եւ մեր պետական առողջապահական գործակալությունը անում է նախապատրաստական աշխատանքները եւ դեռ այսպես ընթացիկ անցումային շրջանում աշխատանքներում ընդգրկված կլինի, մինչև որ մենք արդեն ապահովագրական հիմնադրամը 2 ամիսների ընթացքում ողջ աշխատանքի ծանրաբեռնվածությունը կվերցնի իր վրա։ Պարոն վարչապետ, նաև ուրեմն սահմանում ենք դեղորայքի ցանկերը, ինչից են կարողանալու մեր քաղաքացիները օգտվել եւ նշեմ, որ թե ծառայությունների ցանկերը եւ թե դեղորայքի ցանկերը հրապարակված են, ուզում եմ ասել, որ արմետ հավելվածը արդեն իսկ թարմացված տեսակով արկա է, խնդրում եմ, որ մեր քաղաքացիները այն ներբեռնեն, որպեսզի տեղեկացված լինեն իրենց կարգավիճակի մասով եւ եթե այսօր էլ ներբեռնեք, արդեն կտեսնեք, դուք ունեք 2026 թվականին ապահովագրված կարգավիճակ եւ փաթեթը հենց հունվարի 1-ից կակտիվանա։ Երևի թե այսքան հակիրճ, իհարկե հարցերին սիրով պատասխանեմ։ Տիկին Ավանեսյան, ճիշտ եմ հասկանում, որ այս որոշման եւ որոշումների փաթեթի ընդունմամբ 2026 թվականի հունվարի 1-ից առողջության ապահովագրության համընդհանուր ապահովագրության համակարգը մտնում է ուժի մեջ։ Այո, պարոն վարչապետ, օրենքի ուժով առաջին փուլը մեկնարկում է ուրեմն հունվարի 1-ից մեկնարկում է, ասեմ, որ օրենքը ուժի մեջ է մտել արդեն այսօրվանից, որովհետև մեր հաշվարկային որոշակի բազաներ, աշխատավարձի հաշվարկման բազան եւ աշխատավարձի պահման բազան, այսինքն դեկտեմբերի աշխատավարձի նկատմամբ է հունվարին վճարվելի գումարները պահվելու արդեն ուժի մեջ են մտել։ Մտնում է ուժի մեջ մինչև 18 տարեկան անձանց, բոլոր անձանց համար, 65 տարեկանից բարձր բոլոր անձանց համար եւ 200,000 դրամ եւ բարձր աշխատավարձ ստացող բոլոր անձանց համար։ Այո, եւ 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող առաջին, երկրորդ, երրորդ եւ համապատասխանաբար ֆունկցիոնալության գնահատական ունեցող անձինք են, նաեւ սոցիալական անապահովության համակարգում ընդգրկված 28 բալից ավել եւ էլի նոր գնահատման համակարգով ընդգրկված անձինք են մտնում եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները։ Հիմա ընդհանուր առմամբ քանի շահառուի մասին է խոսքը։ Ընդհանուր առմամբ, պարոն վարչապետ, այս բոլոր խմբերը միասին պետք է կազմեն մոտ 1,600,000 դրամ, այս թիվը առավելակ դրամ չէ, մարդ այդ Վայ ներողություն եմ խսում, մարդ 1,600,000 մարդ հենց առաջին փուլից մտնում է։ 1,600,000 Այո, առաջին փուլի այսպես մաքսիմալ թիվը, այո, 1,600,000 հոգի են։ Ես մի քիչ ավելի քիչ էի մտածում։ 1,600,000 Հիմա տիկին Ավանեսյան, խնդրում եմ ինձ հիշեցրեք, թե մենք
ի սկզբանե երբ ենք պլանավորում, որ պետքա մտներ համակարգը ուժի մեջ 2024 թվականի հուլիսից թե 25 թվականի հուլիսից։ Պարոն վարչապետ, մենք կառավարության հայեցակարգով ընդունել էինք, այսպես նախանշված ժամկետներ էինք դրել, որ 24 թվականի կեսից պիլոտային ձևաչափով կսկսենք, հետո 25-ի կեսից արդեն համակարգը առաջին փուլը կմեկնարկի, ու ըստ էության 26 թվականի հունվարի 1-ից կգործարկվի։ Ես ինչի համար եմ ասում, ինչու 2024 թվականի հուլիսի 1-ից էր նախատեսվում։ Մենք քննարկեցինք, էլի քննարկեցինք, հետո մենք չքննարկեցինք, հասկացանք, որ պատրաստ չենք։ Հետո ասենք լավ, եկեք կանենք 2025 թվականի հունվարի 1-ից։ Հետո 25-ն էլ ենք, մի տարով ենք, մի անգամից հետաձգի։ Հետո քննարկեցինք, հետո հասկացանք, որ պատրաստ չենք։ Հետո հասկացանք, որ երբեք էլ պատրաստ չենք լինելու, որովհետև եթե պատրաստության այն նշաձողը, որ մենք մեր առաջ դնում ենք, մենք ինչ ենք ուզում, եւ մեր ընդհանրապես մեր իրականության մեջ էլ տենց բան կա։ Մենք ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, որ ենթադրենք ունենանք մի բան, ունենանք 600 այս Mercedes-ի մակարդակի մի բան, որ սենց, ասենք բանալ էլ չկա հիմա սենց անենք ու համակարգ սկսի։ Բայց մենք մի բան հաշվի չենք առնում։ Մենք այս 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է մի հատ Zaporožets գոնե կառուցած լինելու փորձ ունենանք։ Չի կարա տեն չի լինում, որ մի անգամից ասենք այդ կետից սկսել։ Եվ երկրորդը ընդհանուր առմամբ ես նաև ինքնահայեցման տրամաբանության մեջ ես գալիս եմ հետևյալ եզրակացության, այսինքն համոզմունք է դա արդեն ոչ թե բան եզրակացություն, այլ եւ սա չի վերաբերում մենակ այս թեմային, դա վերաբերում է բացարձակ բոլոր թեմաներին, որ այնտեղ մենք ուզում ենք, որ երբեմն իդեալի ձգտումը բերում է մեզ անգործության, որովհետեւ մենք ասում ենք ոնց եկանք հասանք, դե իդեալական չի, հետեւյալ մենք ընդհանրապես իդեալի այդ մղումից պետք է հրաժարվենք, որովհետև իդեալի մղումը մեզ անդադ տանում է փակուղիներ կամ անդադ գցում է միֆերի մեջ։ Հիմա ես սա ինչի համար եմ ասում։ Ուզում եմ դիմեմ հանրությանը երկու հարցով։ Առաջինը՝ սիրելի 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Չէ, հիվանդանալը ուրիշ խնդիր է, բայց չգրոհել, ուղղակի որովհետև գրոհը հիվանդության մասին չի, հիվանդանալ, չհիվանդանալու մասին չի, բայց մեր փորձը ինչ է ցույց տալիս։ Մեր փորձը ցույց է տալիս, որ սովորական պայմաններում, երբ որ մարդը, գիտեք ինչ, 21-րդ դա այսօր տեխնիկան այնքան է զարգացել, ասում եմ, ում ուզում եք բերեք։ Ես երաշխավորում եմ, որ հիմա MRT, KT, չգիտեմ ինչ եւ այլն, կգտնենք անպայման մի բան, որը պետքա բուժել։ Բացառված է, որ տենց դեպք ունենանք, որ չգտնենք որևէ բան, որը բուժելու անհրաժեշտություն չկա։ Հիմա եւ մեր առողջության ապահովագրության համակարգը դրա մասին է, որ պետքա ստուգումներ լինեն ամեն տարի եւ այլն, եւ դա ճիշտ ճանապարհ է, որ MRT-ով մենք միջև բջջային մակարդակ գնանք եւ կանխենք այնտեղ, որպեսզի այս փուլում կանխելու համար կարող է մեզ պետք լինի ծախսել 10,000 դրամ, իսկ ամեն հաջորդ փուլում այդ խնդրի հետ առնչվելիս պետական ծախսնելա ավելանալու եւ մարդու առողջության վիճակն էլ վատանալու է, բայց ելի եմ ասում, պետք չի հունվարի 1-ից գրող ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետեւ ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ոչ պոլիկլինիկաներն են փախնելու եւ պետքա կառավարել։ Սա ինչի համար եմ ասում։ Օրինակ, էդ էլ պետք է հասկանալ, որ առողջության ապահովագրության համակարգը ինքը կառավարման անհրաժեշտություն ունի։ Եթե համակարգը գնահատելու է, եթե այս մարդու վիրահատությունը, եթե մենք անենք 3 ամիս հետո իր առողջությանը անվերականգնելի վնաս չի պատճառվի,
Այդ վիրահատությունը լինելու է ոչ թե այսօր, այլ 3 ամիս հետո, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում տվյալ բուժառուին այսօր օգնենք, այլ այսօր կան ուրիշ մարդիկ, որոնց վիրահատությունը այսօր չանելը իրանց առողջության համար կառաջացնի անվերականգնելի հետևանքներ։ Եվ հետևաբար ես ուզում եմ ասել, որ շատ կարևոր է, որ հանրությունը նույնպես, ոչ միայն կառավարությունը, հանրությունը նույնպես նոր ձևավորվող համակարգի նկատմամբ ունենա նույն վերաբերմունքը, դա իրանն է, դա կառավարությանը չի։ Այս համակարգը, որ մենք ներդնում ենք, դա կառավարությանը չի, դա քաղաքացիներինն է։ Եվ հետևաբար պետք է նաև որոշակի ըմբռնում ձևավորվի։ Հաջորդը, հիմա ես համոզված եմ, ինչ եմ ասում, ցանկացած էլի իմ համոզմունքը բարեփոխումը միջև չհանդիպի իր խնդրին ինքը կենթանություն չի ստանալու։ Ելնելու են խնդիրներ, աշխատանքային, կազմակերպչական, տեխնիկական եւ այլն եւ այլն։ Հիմա սոցիալական ցանցերում փոթորիկներ մեծ հավանականությամբ չեն լինի ավելի լավ, բայց համոզված եմ, որ առիթ կօգտագործեն նաև, որ դա ապոկալիպսիս չի։ Ես հավաստիացնում եմ։ Այն բանը, որ այսինչ կայքը 10 վայրկյան ուշ բացեց, դա չի նշանակում, որ երկիրը կործանվում է, դա չի նշանակում, որ աշխարհը քանդվում է, դա չի նշանակում, որ կյանքը ավարտվում է։ Այսինքն համակարգ ենք մեր ներդնում, որ պետքա համակարգ ինքն էլ պետքա ադապտացվի եւ ադապտացվելու է որոշակի սխալների եւ բացթողումների արդյունքում, բայց մենք համոզված ենք, որ այսինքն սովորական ռեժիմով պետք է աշխատենք, չնայած կառավարությունը, առողջապահության նախարարությունը ամեն դեպքում կաշխատի արտակարգ ռեժիմով, այսինքն եւ կառավարության մակարդակով եւ նախարարության մակարդակով օպերատիվ խմբեր են ձևավորվել եւ ավելին մենք հունվարի 5-ին արդեն առողջապահության նախարարությունում կհավաքվենք ամփոփելու 2025 թվականի առաջնահերթությունների կատարման արդյունքները, առաջնահերթություններից մեկը առողջության ապահովագրության համակարգն է եւ տեսնել առաջին աշխատանքային օրով ոնց է աշխատում համակարգը, ինչ է անում եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ինչ է իմ հիմնական ուղերձը, որ մենք սովորական վերաբերվենք, սա սև ուրբաթ չի։ Առողջապահության համակարգի սև ուրբաթ չի, որ հիմա հունվարի 5-ին ինչ հասցրինք, առնենք, էլ հետո չի լինելու, ոչ, սա ելնելու է այլևս միշտ։ Հետևաբար մենք մի հատ այդ COVID-ի ժամանակներից այդ բառը սովորել եմ։ Մենք մի հատ ինքներս մեծ տրիաժ պետք է անենք, հետո առողջապահության առաջնային համակարգը պետք է տրիաժ անի, այսինքն բան անի, հայերենով տեսակավորել ենք, լավ չի հնչում, դրա համար մյուս բառն եմ օգտագործում, այսինքն այն հին ժամանակներում առողջության ապահով այս համակարգիները մենք ոնց ենք վերաբերվել, ասել ենք դե լավ, այսինքն միջև դանակը ոսկորին չի հասել, մենք բժշկի չենք դիմել, դա վատ է, բայց հիմա դանակը մի կիլոմետր հեռավորության վրա պետք չի բժշկի դիմել, պետք է հանդարտ պայմաններում թողել, որ համակարգը ծնվի, սկսի փխրուն քայլերով գնալ առաջ, պնդի, կայանա եւ այլն եւ այլն։ Իհարկե, նաեւ ես խնդիր եմ դրել, որ մենք շատ ուշադիր լինենք եւ քաղաքացիների հարցերին, արձանագրումներին, արձագանքներին եւ այլն եւ այդպես շատ արագ եւ օպերատիվ աշխատենք։ Ֆինանսների նախարարն է տենց խորամանկ ժպտում է, իզուր է ժպտում ֆինանսների նախարարը խորամանկ, որովհետեւ նաեւ մյուս կողմից էլ մենք պետական բյուջեի հարկային եկամուտների մասով նաեւ բավականին լավ արդյունքներ ունենք եւ համոզված ենք, որ լավ արդյունքներ կունենանք եւ համոզված եմ, ելի եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող եւ հարկերը վճարող քաղաքացիներին, որովհետեւ մեր պետական բյուջեի հարկային եկամուտների շարունակական աճն է այն գործոններից մեկը, որը պետք է ապահովի նաև այս համակարգի բնականon զարգացումը, բայց մեր երկրում առողջության մակարդակը եւ առողջապահության համակարգի
որակը եւ արդյունավետությունը ինքը իր հերթին տնտեսական աճը, նրա ծավալները եւ որակը էականորեն պայմանավորող գործոն է։ Կրթությունը այո, բայց նաեւ մարդը պետքա առողջ լինի իր նախ կրթվելու եւ իր ստացած կրթությունը իրացնելու համար։ Սա ընդհանուր առմամբ ես ուզում եմ, որ աժոտաժի մթնոլորտ չստեղծվի ապահովագրության համակարգի շուրջ, որովհետեւ մենք շատ ակտիվ կոմունիկացնում ենք, ինչ որ առումով մենք էլ ենք դառնում աժոտաժի հեղինակ, բայց մյուս կողմից մենք պետք է դա անենք, որ մարդիկ իրազեկվեն, բայց իրազեկվածությունը չի նշանակում, որ անմիջապես պետքա գործողություն անել այն դեպքերում, երբ որ այդ գործողության կարիք չկա։ Էլի Քավլիցի խոսքի մասին չի, որ մարդը անհետաձգելի, ասենք այդ դեպքերում ոչ մի բան չի փոխվելու, որովհետև խնդիր ունի մարդը, ինչպես նախկինում էր շտապ օգնություն զանգում, այնպես էլ հիմա կամ դիմում էր հիվանդանոց, այնպես էլ խոսքը պլանային իրավիճակների մասին է, պլանային իրավիճակների մասին է։ Պլանային իրավիճակները թողենք համակարգը ինքը պլանավորի եւ համակարգին մեծ ճնշումների տակ չդնենք, որ պլանավորումը կարճ ասած շատ կարեւոր է այս տրամաբանության մեջ։ Հիմա հաջորդը մարդը որտեղից է իմանալու ինքը շահառու է թե չէ։ Պարոն վարչապետ, հենց Արմետ հավելվածում, ինչպես ասեցի, կարգավիճակը արդեն նշված է։ Հենց որ Բա ես ոնց իմանամ։ Ես օրինակ իմ օրինակով բերեմ, ես գաղափար չունեմ, ես որտեղից պետք է իմանամ, ես շահառու եմ թե շահառու չեմ։ Ուրեմն նախ արդեն իսկ օրենքով սահմանված, եթե տարիքային խմբի մեջ է անձը կամ աշխատավարձի շեմա գերազանցող աշխատավարձ ունի, այսինքն պոտենցիալ շահառու արդեն կարող ենք հաստատել։ Ինչ որ հավելված կա, չէ՞ որ։ Արմետ հավելվածը։ Այսինքն մտնում ենք մեր հեռախոսի մեջ։ Այո։ Ներբեռնում ենք Արմետ համակարգը։ Այո, ներբեռնում ենք եւ դա մեր անձնական արդեն գրասենյակն է։ Այնտեղ արդեն տվյալները երևում է դուք ինչքան է անձը ապահովագրավճար վճարելու այն մարդկանց համար, ում որ պետությունն է ապահովագրելու, որ պետությունն է նրանց համար ապահովագրավճարը վճարել, ակտիվացման ամսաթիվը, փաթեթի մեջ ներառված ծառայությունները, բժշկական կենտրոնները, որոնք որ ունեն ապահովագրական սպասարկման ես լրացուցիչ վճարում ունեմ անելու եւ եթե ունեմ ինչքան ունեմ։ Ծառայության մասին նկատի։ Ոչ, հիմա ենթադրենք մինչև 18 տարեկաններից պետական բյուջեն, այսինքն խմբեր կան, որ պետական բյուջեի վճարում արվում, խմբեր կան, որ պետական բյուջեի չի վճարում արվում։ Եվ մենք զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կարգավորումներն է փոխեցինք, բայց այնտեղ փոքր հատվածներ լինում են երբեմն կամ հիմնականում այդտեղ երևալու է կամ ոնց այդ վճարումը հարկային գործակալը ինքը ապահովել, այսինքն իմ գործատուն իմ աշխատավարձի վճարումները անելիս ամբողջությամբ այդ ապահովելու է եւ ես դրա հետ կապված մտահոգվելու կարիք չունեմ։ Ոչ, պարոն վարչապետ, այո, հարկային գործակալը իրականացնելու է աշխատավարձից պահումը, ինչպես հիմա անում էր զինապահ հիմնադրամին օրինակ վճարվելիք գումարները եւ ուղղելու է արդեն առողջության ապահովագրությանը։ Մի դեպք ունենք, որ սոցփաթեթի շահառուների պարագայում նրանց այդ 6000 դրամը, որ նրանք ունեն, մեկ անգամ պետք է դիմում գրեն, դիմումի ձևը եւ այդ ամեն ինչը այսօր կհրապարակվի, որ գործատուն այդ միջոց եւս ուղի առողջության ապահովագրությանը, որպեսզի անձը դա մեկը իր եւ իր գործատուի հարաբերություններն են։ Ուրիշ տեղեր ոչ պետքա դիմի, ոչ պետքա գնա։ Այո, եւ պարոն վարչապետ, այո, կարգավիճակը Արմետ հավելվածում նաև նշում կա, թե այդ կարգավիճակը ինչի հիմքով է, այսինքն ապահովագրավճար վճարող եմ եւ ինչքան պիտի վճարեմ եւ եթե ապահովագրավճար վճարող չեմ, ապա պետությունը ինչքան է վճարել ինձ համար ապահովագրավճար։ Այս տեղեկատվությունը եւս ներառված է։ Դե սկզբունքորեն ես մտածում եմ, որ կառավարության նիստում բոլոր հնարավոր մանրամասներով քննարկենք, բայց դե հիմա ինչքան մտածեցի, ոնց որ թե ընթացքում այնքան քննարկել ենք, հիմա գոնե ձևաչափով լրացուցիչ ինչ հարց մնաց է, որ չենք բարձաբանել։ Համեցեք պարոն Թորոսյան։ Ես որպես օգտագործող ուզում եմ իմ փորձը ներկայացնեմ, ես մի քանի օր առաջ արդեն ստացել եմ ծանուցում իմ Արմեդի հավելվածով եւ որ ես դարձել եմ շահառու։
տենց դե Արմեդի հավելվածը COVID-ի ժամանակվանից օգտագործում եմ եւ այնտեղ ուրիշ ինֆորմացիա էլ կա էլի անձնական բժշկական եւ այնտեղ արդեն գրված է, որ ես համարվում եմ շահառու, նաեւ կա հղում, որին սեղմելով բացում է մի լայն ցանկ, շատ մեծ, այսինքն նույնիսկ չես կարող էլի ամբողջանալ թե ինչ է ներառված այդ փաթեթում, ենթադրում եմ, երբ որ կսկսենք արդեն օգտագործել, նաեւ այդ ինֆորմացիան կլծվի եւ ես էլ խնդրում կոչ եմ անում բոլորին ներբեռնել եւ գրանցվել, պարզանդեղ ՀՑՀ-ով է գրանցում, եթե չեմ սխալվում, եւ բոլորը իրենց կարգավիճակը կարող են տեսնել։ Այսինքն հիմա ես հասկանում եմ, որ այսքան հարց պատասխան տալու փոխարեն գնանք այդ ներբեռնենք այդ Արմեդը եւ մեր բոլոր հարցերի կամ առնվազն հարցերի մի մասի պատասխանը կստանանք։ Պարոն Հայրապետյան, մեր ինտերնետային համակարգը պատրաստ է, որ հեսա նիստից հետո հանրապետությունը սկսելու է բան անել, ներբեռնել Արմեդ համակարգը, ու ինտերնետը չի կախի հանրապետության։ Հույս ունեմ, որ ոչ։ Դե հույսը մենք ունենք, դուք պետք է ասեիք ոչ։ Չէ, կարծում եմ, որ նման խնդիր չի առաջանում։ Շատ լավ, համեցեք։ Պարոն վարչապետ, բայց ես ուզում եմ ասել, որ իհարկե կան մարդիկ, ովքեր հավելված ներբեռնելու, կայք մտնելու, գուցե ունենան դժվարություններ, այս պարագայում էլ իրենց կցագրված ընտանեկան բժիշկի միջոցով այս ինֆորմացիան եւս կարող են ստանալ, եւ մենք նաեւ 65+ քաղաքացիների համար SMS տարբերակով էլ տեղեկացնելու ենք այս 2 օրը, որ կարգավիճակ նրանց արդեն շնորհվել է, այսինքն բոլոր միջոցներով կաշխատենք տեղեկացումը անել։ Ես կոչ կանեմ, որ բոլորը ներբեռնեն, որովհետեւ եթե մեր տատիկները, պապիկները չեն կարան թորնիկները անեն, հարևանը կարա անի։ Եվ ինչ ես մի հատ կարևոր նյուանս կա, ես չեմ ուզում այս պատմության մեջ նեգատիվ կոմպոնենտ մտցնել ընդհանրապես, բայց ես կարծում եմ, որ մի հատ հետեւյալ շատ կարևոր հանգամանքն կա։ Արմեդի հավելվածի մեջ մեր անունով եւ մեզ համար ֆիքսված ամեն ծառայություն ֆիքսելու է։ Ես տեսնելու եմ, թե ով ինչ վճարում է արել ներառյալ պետական բյուջեի վճարումներից։ Մենք եւ սա թափանցիկության շատ կարևոր մի չափանիշ է, որովհետեւ ցավոք սրտի նախորդող շրջանում մենք բախվել ենք իրավիճակների, քրեական գործեր են հարուցվել եւ այլն, մարդիկ են դատապարտվել, երբ որ արձանագրել ենք, որ ծառայություններ են գրանցվել, որոնք իրականում չեն մատուցվել եւ պետական բյուջեից փողեր են ստացվել եւ այդպես շարունակ։ Սա շատ կարեւոր է նաեւ թափանցիկության առումով, որ եթե իմ անունը միտեղ գրել են եւ իբր ես ծառայություն եմ ստացել եւ դրա դիմաց պետբյուջեից փող է դուրս գրվել, մարդը կտեսնի։ Եվ երբ որ մարդը տեսնում է, որ մի րոպե ես ծառայությունը չեմ ստացել, իմ անունով գումար է դուրս գրվել, առնվազն գոնե կլինեն մարդիկ, ովքեր կհազանգեն, կասեն, ես ինչ գումար եմ անունով դուրս գրվել։ Այսինքն սա էլ է մի հատ շատ կարևոր նրբություն, որը պետք է հաշվի առնել, նաև սա առողջության ապահովագրություն նաև հաշվետվողականության եւ թափանցիկության մի հատ լրացուցիչ գործոն է պետական բյուջեի ծախսերի նկատմամբ։ Հետևաբար, այսինքն հանրությունը ինքը կարող է վերահսկել առողջապահական համակարգի ծախսերի մի զգալի մասը առնվազն այս հատվածով։ Դրա համար սա էլ է երկակի նշանակություն ունեցող նախագիծ է, որը կարևոր է համարում ընդգծել։ Համեցեք։ Եվ մի փոքր լրացում, պարոն վարչապետ, քանի որ մեր նպատակն է, որ մենք մեր առողջությանը վերաբերվենք որպես ռեսուրս, այսինքն մի դեպոզիտային հաշիվ, մենք այդ անալոգները քննարկել ենք աշխատանքային քննարկումներում, եւ ինչպես մեր բանկային հաշիվն ենք միշտ դիտարկում, այս օգտահաշիվն էլ մեր ամբողջական առողջության պատմությունն է եւ պիտի մեզ հուշումներ տա նույն տարեկան զննումների մասին, պարտադիր սկրինինգային ծրագրերի մասին, այսինքն մեր առողջության մասին ամբողջական տեղեկատվությունը եւ դրա վարումը հենց այս գործիքի միջոցով պիտի արվի եւ մեր քաղաքացիներն էլ հենց ակտիվ մասնակիցն են իրենց առողջությանը հետևելու առումով։ Շատ լավ, եւ այնուամենայնիվ ամփոփելով, եթե այլ դիտարկումներ չկան, համեցեք։ Բոլոր դեպքերում ուզում եմ նշել, որ մտավախությունը ոչ այնքան ինտերնետ կապի հետ է կապված, այլ ավելի շատ միաժամանակյա մուտքերի հենց Արմեդ համակարգ։ Հետևաբար, ինչպես դուք նշեցիք, հունվարի 1-ից կոչ ենք անում անմիջապես չգրոհել բժշկական հաստատությունները, նաև հույս ունեմ, որ
նիստին հաջորդող 1 ժամվա ընթացքում մուտքերը շատ չեն լինի եւ հենց ինքը համակարգը պատրաստ կլինի, որովհետեւ կարծում եմ, որ առաջիկա օրերի ընթացքում կարելի է ներբեռնել, որովհետեւ որքանով էլ որ տեխնիկապես համակարգը պատրաստ լինի, միաժամանակյա հազարավոր, էլ չասեմ տասնյակ հազարավոր մուտքերին շատ քիչ համակարգեր կան, որ կարող են դիմանալ, բացառապես սրանով պայմանավորված։ Շատ լավ, դե կպայմանավորվենք 1.600.000 հոգով, ով որ ժամին ներբեռնում, դրանով հարցը կլուծենք։ Համեցեք, պարոն Գրիգոր։ Մի շատ հետաքրքիր բան կա, կարող նույնիսկ հիմա տարօրինակ թվա, բայց շուտով շատ ռեալ է լինելու, այս համակարգում հիմա այս տրամաբանությունն է կառուցված, որ վաղը մյուս օր առողջ ապրելակերպ վարող մարդը միավոր է հավաքելու, այդ միավորները օգտագործի որպես կարող է բարեկամին կամ ծնողին փոխանցելու հնարավորություն եւ արժեք։ Այսինքն գրոհել պետք չի։ Եթե չգրոհենք, այդ գրոհելն զուգահեռ բալանսում կա նաեւ միավորների կուտակման տրամաբանություն, այդ պատմությունը միևնույն է, մի օր օգտագործվելու է։ Եվ մենք կարծում ենք, որ դա ամենալուրջ խթանն է լինելու, որպեսզի համակարգը բալանսավորված աշխատի։ Ու մենք այդտեղ ուրիշ գաղտնի դավադրություններ էլ ունենք մենք պահացել, շատ էլ որ չենք ասում։ Հետո հետագայում պարզվելու է ով է ծխում, ով չի ծխում, ով է առողջ ապրելակերպով զբաղվում, ով է առողջ, որովհետև հա, մենք պետքա գրոհենք առողջ ապրելակերպ, պետք է մարզասրահները գրոհենք, պետք է քայլուղիները, վազքուղիները, հեծանվուղիները եւ ընդհանրապես պետքա մեր գրոհները այդ ուղղությամբ լինեն, որովհետև մենք ընդհանուր առմամբ խնդրեմ ունենք եւ դա շատ կարեւոր բան է։ Իմիջայլոց հազիվ առիթ է, քանի որ հասանք ծխելուն եւ բանին, ծխելուն եւ անառողջ այլ գործելա բաներին, գործելա կարգերին, ես ուզում եմ մի sense դիտարկում անեմ, ինքս իմ փորձից ելնելով, որ մարդ, որը բավական երկար ծխել է, ընդհանուր առմամբ գիտեք հետեւյալը կա, ծխող եւ ալկոհոլ օգտագործող մարդը ոնց է մտածում։ Ասենք նորմալ է, չէ՞, դե ասենք առնվազն ծխելը, հա, բայց հիմա նոր տարի է գալիս եւ այլն։ Մտածում է հետեւյալ կերպ, ասում է ծխելը հաճույք է, ալկոհոլ օգտագործելը հաճույք է եւ հետեւաբար ես ինչի պետքա ինքս ինձ այդ հաճույքից զրկեմ։ Իսկ իրականության մեջ հաճույք է չծխելը եւ ալկոհոլ չօգտագործելը։ Եվ երբ որ մարդը հասնում է այդ կետին, ինքը հակառակ ասում է չծխելը հաճույք է, ալկոհոլ չօգտագործելը հաճույք է, ինչի պետք է ես ինձ այդ հաճույքից զրկեմ։ Հետևաբար այստեղ շատ կարևոր է ընդհանրապես ցանկացած բանի համար հայեցակարգը, նարատիվը, տեքստը, որը դրած է այդ գործողության տակ, շատ կարևոր է։ Գործողությունը չի փոխվում այնքան ժամանակ, մինչև տակի տեքստը, այսինքն soft-ը, ծրագիրը չի փոխվում։ Եվ հետևաբար, այո, ձեր նշածը, որ մենք նաև առողջ ապրելակերպը ոչ թե պետք է ինքը նաև դառնա շահավետ, որը պետք է արտահայտված լինի կոնկրետ բոնուսներով, կոնկրետ հնարավորություններով եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ մենք հիմա ասենք 200 միլիարդ ենք ծախսում, 200 միլիարդ ծախսում ենք առողջության ապահովագրության համակարգի վրա, այդ ծախսը ավելանալու է, դառնալու է 250 միլիարդ, 300 միլիարդ եւ այլն, միջև գա հասնի մի բալանսի կետի, բայց ուրիշ խնդիր կա, այդ բալանսի կետին հասնելուց մենք պետք է մտածենք հետեւյալը. Ինչի մենք, եթե մենք 50 միլիարդ լրացուցիչ դրամ պետքա ծախսենք, որպեսզի մարդուն բուժենք, մենք գուցե 50 միլիարդ կամ 40 միլիարդ կամ 10 միլիարդ ուղղենք նրան, որ մարդը չհիվանդանա։ Փորձենք այդ տեքստերը, բանաձևերը, առողջ ապրելակերպ եւ այլն դարձնենք ցույց տանք մարդուն, որ դա ավելի հաճելի է, քան թե այն ինչ որ մեզ թվում է, թե իրականում կյանքի հաճույքը է դա։ Այսինքն ծխելը կյանքի հաճույք է։ Բայց ես ասում եմ, մարդ, որը ծխել է, ընդ որում տենց շատ է ծխել։ Ես ասում եմ, դա հարգելիներս, դա բացարձակապես այդպես չի։ Եվ հետեւաբար ընդ որում մենք էլ պետք է տեղից էլ պետք, որ մենք հիմա պետք է ինչ որ մի հատ սենց բան կա, լծակ կա, այդ լծակը քաշենք եւ այդ հարցը պետք է լուծվի։ Տենց էլ չի լինում։ Մենք շարունակաբար հետեւողական պետք է խոսենք, պետք է համակարգեր ստեղծենք, պետք է հիմա նույն առողջ ապրելակերպ ենք ասում, հա։ Մարզի բնակիչը առողջ ապրելակերպի ենթակառուցվածքի նույն հասանելիությունը չունի։
Եվ այդ է պատճառը, որ մենք բան ենք անում, որ մենք այդ մարզական կենտրոնների նախագիծն ենք անում, որպեսզի բոլոր տեղերում այդ հասանելիությունը լինի։ Համեցեք։ Կարճ բան ասեմ, պարոն վարչապետ, իրականում ստե մի փոքր գաղտնիք կա, առողջ մնալը ամենաէժան բանն է, ամենամատչելի, դրա համար փող պետք չի ընդհանրապես, ոչ է մարզասրահ է պետք, կրթություն է պետք մեզ ընդհանրապես դրա համար։ Կրթության համար է փող պետք։ Այո, կրթության համար պետք, իսկ մենք էլի հանգում ենք դրան, որտեվ սա պարզ գիտելիք է, որ երբեմն չունենք, որտեվ նույն ձեր բերած բոլոր օրինակները իրանք են ծախս, եւ ծխելն է ծախս, եւ խմելն է ծախս, եւ շատ ուտելն է ծախս, առողջ մնալը ամենամատչելի բանն է, որ մենք կարող անենք մեր պարզապես ճիշտ վարքագծով, որտեվ նույն սննդի այդ ընտրությունը, որ մենք երեխաներին պետք է սովորացնենք, ինչ սնունդ օգտագործեն եւ այլն, եւ այո դուք ճիշտ եք ասում, մարզական ենթակառուցվածքների մեջ ներդրում անելը լավ է, կարեւոր է, որտեվ այնտեղ մի քիչ ավելի բազմաֆունկցիոնալ են իրանք լող եւ այլն եւ այդպես, բայց օրինակ վազելու համար փող պետք չի, մենակ կոշիկ է պետք, մի զույգ, որը 20,000 դրամ է։ Մուժիկին պետք է միզիկ կոշիկ։ Սա իրոք հայեցակարգային լուրջ հարց է։ Պարոն Թորոսյան, ճիշտ եք ասում, բայց թե մի ուրիշ խնդիր կա, 21-րդ դարը մարքեթինգի դարը։ Օրինակ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի։ Առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի առողջ։ Իմ մեր ամբողջ խնդիրն է նա, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա։ Ասենք ամենա բանի ամենաշատ շաքար պարունակող սնունդը ինքը անենց բրենդինգ ունի եւ անենց դիզայն ունի, որ նայում ես ուզում ես բան, այսինքն դու ուզում ես դա, բայց առողջ ապրելակերպը ես էդ եմ ասում, հիմա դուք օգնեցիք, որպեսզի առողջ ապրելակերպը պետքա բրենդինգ ունենա։ Եվ մի բան 21-րդ դարում ցանկացած բան, որը չունի բրենդինգ, ինքը գոյություն չունի։ Այսինքն չկա 21-րդ դարում կա բրենդինգ, կա իր տակի բանը, ապրանքը կամ ծառայությունը կամ չկա բրենդինգ, ուրեմն չկա։ Մեր խնդրեմը այն չի, որ վազելու տեղ չկա։ Մեր բրենդինգը այն է, որ մեր խնդրեմն այն է, որ բրենդավորված չի։ Այդ ապրանքը, առողջ ապրելակերպը բրենդավորված չի։ Ընդհակառակը հակառակն է բրենդավորված։ Եվ սա համակարգված խնդիր է։ Համակարգված խնդիր է։ Սկսած, որ այդքան խոսում ենք քրեական ենթամշակույթի մասին, որ բան ենք, որի դեմ տենցել արդյունավետ չենք կարող պայքարենք, որովհետև ասենք քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է առողջ ապրելակերպը նույնիսկ ամոթ լինի։ Որ ասենք տղամարդը չհասկացանք, տղամարդը շորտ կհագնի, ասենք բանը կամ հեծանիվ կքշի, պետք է տղամարդը բանի գյուղամեջում պպզի առնվազն անընդհատ 6 ժամ։ Չէ, ծիծաղում ենք, բայց մենք սրա ազդեցությունը չենք գնահատում։ Գյուղամեջ, իմիջայլոց ասեմ, գյուղամեջ եմ ասում, բայց Երևանի թաղերում հազարավոր գյուղամեջեր կան։ Տենց։ Եվ մենք պետք է խոսենք սրա մասին, հասկանում եք, մեծագույն խնդիրն է նա, որ մեր իրականության մեջ այս ամեն ինչի մասին խոսալը ընդունված չի, որովհետև խոսալու բաներ կան, որ դրա մասին ո՞նց կարելի է խոսալ։ Կամ դրա մասին ո՞նց կարելի է կառավարության մակարդակով, ո՞նց կարելի է կառավարության նիստին դրա մասին խոսալ։ Կառավարությունը այնտեղն է եւ կառավարության նիստն է, որը ինչի մասին չխոսվեց ստեղ, այդ նշանակում է այդ հարցը չի լուծվելու։ Այդ նշանակում է այդ խնդրեմը շարունակելու է գոյություն ունենալ։ Եվ հետեւաբար այո, ինչ որ ասում եք համաձայն եմ, բայց առողջ ապրելակերպը պարտվում է, որովհետեւ մյուսները իրանց բրենդինգի վրա դնում են միլիարդներ, ֆորմալ եւ ոչ ֆորմալ բրենդինգի վրա դնում են միլիարդներ, առողջ ապրելակերպի բրենդինգը կոտրելու համար դնում են միլիարդներ, որովհետև այդքան արախ պետք է ծախվի, այդքան ծխախոտ պետք է ծախվի, ել չեմ ասում այդքան դեղ պետք է ծախվի, բա որ չհիվանդանանք դեղը որտեղ ծախվի, ով պետք է առնի այդ դեղը։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Հետևաբար հիմա այս խնդիրը կառավարությունն է այն մարմինը, որը ունի շահագրգռություն բրենդավորելու, գրավիչ դարձնելու առողջ ապրելակերպը։ Մի քանի հատ էլ կարող է ոլորտի պրոֆեսիոնալ ընկերություններ, որոնք մեր հնայի մեջ 0.0000001% են կազմում։
Հետևաբար կառավարությունն այն սուբյեկտը, որը պետքա բրենդավորի առողջ ապրելակերպը եւ մեր համապատասխան առաջինը ԿԳՄՍ-ն եւ առողջապահության նախարարությունը կառավարության մյուս օղակների հետ։ Եկեք բրենդավորենք առողջ ապրելակերպը։ Հիմա մենք որ վարչապետի գավաթ ենք անում, ինչի համար ենք անում։ Մարդել կա կարասի, այդ չհասկացես, երկրի վարչապետը պարապա գնում են նստում նայում թե ոնց են երեխեքը լողում, գնում են նստում նայում թե ոնց են երեխեքը թենիս։ Դա բրենդավորման է բանի մասա, որը մենք հələ շատ նախնական, շատ բան տնայնագործական ենք անում։ Դա պետքա գնալով դառնա ավելի ու ավելի պրոֆեսիոնալ։ Եվ հետեւաբար առողջ ապրելակերպի բրենդինգը դառնում է մեր առաջիկա կարևոր անելիքը, մանավանդ որ մենք ենթակառուցվածքները արդեն շատ թե քիչ ստեղծել ենք։ Շատ թե քիչ ստեղծել ենք եւ մեր սպորտի զարգացման ռազմավարությամբ, առողջապահության զարգացման ռազմավարությամբ, այո ճանապարհներով եւ այլն, որտեղ վազելու համար էլ է տեղ պետք։ Կանաչ գոտիների, զբոսայգիների բանով եւ այդ էլի մի քանի նախագծեր կան, որ ներկայացվել են, ես նախնական հավանություն եմ տվել այդ նախագծերին, այդ ամեն ինչը պետք է բան անենք։ Դա պետք է դառնա ուղղակի սովորական առօրյայի մաս եւ քաջալերվի հանրության կողմից, քաջալերվի։ Սա ամենակարևոր բանն է։ Իմիջայլոց ասեմ, միջև իմի sense բանը կա, որ այդ հազար ներողություն, բայց այդ աղքատ հանրության բանն է, արձագանքն է, որ ասենք մեկը տեսնում են մի քիչ նիհարել, ասում են, վայ, ես ինչ ես նիհարել, հոբան չի եղել։ Մինչդեռ այսօր մարդիկ նախ բանը ավելորդ քաշը գլոբալ պրոբլեմա, երեխաների շրջանում ավել քաշը գլոբալ պրոբլեմա, որը հասուն տարիքում բերելու է արդեն շատ լուրջ առողջական խնդիրների, բայց մյուս կողմից է մենք բոլորս այդ խնդրեմը ունենք։ Հələ մենք ինչքան նիհարում ենք, պետք է 5 անգամ, չէ, բայց էական 5 անգամ շատ ասեցի։ Լավ, որ հասնենք նորմատիվային բանի, քաշերի, բայց այնուամենայնիվ սա շատ երկար թեմա է, շատ չշեղվենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ հետ կապված փաթեթն ենք այսօր ընդունում եւ այդ էլ ասեմ, ես ինչքան էլ ասեմ Mercedes Zaporozhets պատրաստ անպատրաստ, մենք պատրաստ ենք, իմ գնահատականն է նա, որ մենք պատրաստ ենք եւ մենք փուլային ենք պատրաստվել, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք չնայած 2024 թվականի հունվարի 1-ից բանը չարեցինք ապահովագրությունը, բայց մենք օֆերտայի համակարգը ներդնեցինք, որը մի հատ էսպիսի էլի բան առաջացրեց, տենց կիսացնցում առաջացրեց, բայց այդ կիսացնցումը մեզ պետք էր որպես միջանկյալ վիճակ առողջության ապահովագրության համակարգին անցնելու։ Այնպես որ առաջարկում եմ քվեարկել, եթե այլ դիտարկումներ չկան իհարկե։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Տիկին Անոնեսյան, այն խումբը, որ 200,000 դրամից բարձր աշխատավարձ է ստանում ու ոնց հասկացա, եկամտահարկից է վճարվելու այդ գումարները, ուզում եի հասկանալ, որ օգտվում ես եկամտահարկի հետ վերադարձից այդ ժամանակ ոնց է այդ տեղի ունենալու, օգտվելու ես ու ապահովագրությունից, թե ոչ։ Թե ճիշտ չեմ հասկացել, եկամտահարկից չի վճարվում։ Չէ, այսպես է, կախված աշխատավարձի չափից 200-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացողների համար պետությունը 2026 թվականի ընթացքում կսուբսիդավորի սոցկրեդիտների համար 6,000 դրամ։ Գործատուի համար վճարվող հատվածը մնում է 4,800 դրամ, որից 4,500 դրամը կվճարի զինապահի խնայողության հաշվին, մնացած 300 դրամը կպահվի արդեն աշխատավարձից։ 500-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար նրանք 3,300 դրամի չափ է մնում աշխատավարձից պահումը եւ դա հաջորդ տարի կարող են այո եկամտահարկի վերադարձի շրջանակում սոցկրեդիտով հետ վերադարձ ստանալ։ Հնչեց ձեր հարցի պատասխանը։ Շատ լավ, այլ հարցեր։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Պարոն Գրիգորյան, Տիկին Ավանեսյան, ելի խնդրում եմ ես վերջին օրերին էլ, ասինքն անդադ էլեկտրոնային փոստով եւ նաեւ հանդիպումներով աշխատում ենք, բայց բան անենք, ուշադիր լինենք
Չնայած հիմա ես արդեն որոշակի զգացողություն ունեմ, որ ամեն ինչ արդեն ըստ էության պատրաստված է եւ կարող ենք կառավարելի նորմալ որակյալ process մեկնարկել։ Հարց համար 37